Բան ունենք մենք Հայաստանում ընտրություններ անցկացնելու առումով Լեռնային Ղարաբաղից։ Արցախի ընտրությունների ամենագլխավոր առանձնահատկությունն այն է, որ կաշառք չկա։ Ուրիշ ձև է կատարում դա։ Ես հիմա որ ասենք, որ իշխանությունը չի փորձում մարդկանց իր կողմը գրավել, դա սխալ կլինի, բայց կատարումը ուրիշ ձև, ասենք, օգտագործում է իշխանական ամբողջ լծակները, բայց փողի կաշառք չկա, ամենակարևոր գործոններից մեկը սա է Արցախում, որը Հայաստանում գիտենք, որ լայնամասշտաբ է ու ահագին բացական ազդեցություն անում, իսկ Արցախի դեպքում այդ ուղղակի գումար տալը գոյություն չունի։ Գոյություն ունի տարբեր միջոցներ այդ նպատակին հասնելու, բայց տեսեք, օրինակ, նույնիսկ այդ պայմաններում, որ քիչ ռեսուրսներով ընդդիմադիր թեկնածուն կարողանում է 32 կամ 5% վերցնել։ Եթե ընտրակաշառքը ուղղակի լիներ, համոզված եմ, որ ավելի դժվար կլիներ այս տոկոսը ապահովել ու հասնել սրան։ Բայց քանի որ դա չկա, գործում է մյուս մեխանիզմները, ապա հնարավորություն է ստեղծում ընդդիմադիր թեկնածուի համար ավելի մեծ ծավալի ազդեցություն ունենալ ու ավելի մեծ ոլորտում գործունեություն ծավալել։ Իսկ Արցախը Հայաստանից սովորելու բան է։ Արցախը ևս Հայաստանից սովորելու բան է, ստե երկար ժամանակ տարբեր ձևով ընդդիմություններ են ձևավորվել, հետո երկար ժամանակակա այդ ընդդիմադիր զանգվածը, Արցախում այդ ընդդիմադիր զանգվածը կամ ընդդիմադիր զանգվածին տեր կանգնելու ուժերը երկար ժամանակ չկային ու սկսում է ձևավորվելու, դրան ահագին բան կարող են սովորել։ Իհարկե ահագին բացթողումներ ունեցել է ընդդիմությունը Հայաստանում ու կարա տեսնի որտեղ ա եղել բացթողումը, ինքը այդ բացթողումները չկատարել